Բարև բոլորին, ես Միլենան եմ, այսօր կխոսեմ ծաղիկի մասին, ավելի կոնկրետ 5 փաստեր ծաղիկի մասին։ Առաջին փաստը, աշխարհի ամենափոքր ծաղիկը ունի ընդամենը 1 մմ դրամագիծ, պատկերացնում եք ինչքան փոքր է նրա դրամագիծը։ Երկրորդ փաստը այն է, որ արևադարձային Ռաֆլեսիա Արնոլդ բույսը պարզեցնում է որպես աշխարհի ամենամեծ ծաղիկը մոտ 91 սմ դրամագծով և այն կշռում է 11 կգ, պատկերացնում եք ինչքան ծանր է ու ինչքան մեծ է իր դրամագիծը, համարյա թե 100 սմ, պատկերացնում եք այդ ծաղիկի չափը կամ և մի ամսական երեխուց ծանր է, պատկերացնում եք։ Ծաղիկները փակում են գիշերը, որ իրենց վերարտադրողականությունը չզառի կամ չվնասվեն։ Հիմա անցնում ենք ոնց որ թե 4-րդ փաստին։ Գնացինք, տեսեք ինչ հետաքրքիր փաստեր ունի ծաղիկը։ Ես օրինակ ապշած էի, երբ որ տեսա, որ չեմ հիշում անունը, բայց մի հատ ծաղիկ կար, որ ինքը չէր աճում հողի վրա, այլ ինքը աճում էր հողի տակ, պատկերացնում եք, ու իրան որ ջրեին ինձ կաճի, բայց ինքը հողի տակ էր աճում, հողի վրա չէր աճում ընդհանրապես, պատկերացնում եք ինչ ծաղիկ պիտի լինի, որ ինքը հողի վրա չաճի։ Մոլորակի ամենահին վարդը 1000 տարի զարդարել է Գերմանիայում Հիլդեսհայմ քաղաքը, պատկերացնում եք։ Էս էլ իմ ասած այդ փաստը ամենավերջին փաստը, որ ռիսթելա խոլորձ, հիշեցի, ռիսթելա խոլորձ ծաղիկը չի աճում մակերեսի վրա, աճում է գետնի տակ, պատկերացնում եք գետնի տակ, ոնց կարող ծաղիկ աճի։ Ինձ թվում է միակ ծաղիկն է կամ բույսը, որ աճում է գետնի տակ, ու կարող է լինել, բայց առաջին անգամ եմ լսում, որ գետնի տակ աճի ծաղիկը։ Այսօր այսքաններ, կհանդիպենք, իսկ արդեն մյուս վիդեոյում ես կխոսեմ առողջ ապրելակերպի և ընդհանրապես առողջ լինելու մասին, թե օրվա մեջ ինչ կարելի է անել, որ առողջ սնվել, որ օրգանիզմը առողջ սնվի, առողջ լինի, առողջ ապրելակերպի մասին։ Եթե ձեզ հետաքրքրում է, բաժանորդագրվեք իմ էջին, ցեղմեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք ոչ մի վիդեո։ Հետագայում ավելի լավ վիդեոներ կտեղադրեմ, ուղղակի ես ժամանակ չեմ ունենում այդքան շատ վիդեոներ տեղադրեմ, որովհետև ես գնում եմ երկու դպրոց, եմ գնում, մեկը արվեստի դպրոց, մեկն էլ սովորական դպրոց, ու ինձ ընդհանրապես ժամանակը չի լինում, բայց նկարեմ, բայց այսօր հասրել եմ, ու կարող այսօր էլի վիդեո նկարեմ կամ վաղը, հենց առողջ ապրելակերպի մասին։ Դեռ շատ վիդեոներ են լինելու ու ես դառնալու եմ հաստատ հայտնի։ Ես ունեի YouTube-յան էջ, բայց ջնջեցի, ես ունեի այնտեղ շատ follower-ներ, դե այսօր այսքաններ, կհանդիպենք այսօր էլի կամ վաղը, բաչիկներ։